Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Ամենայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 20-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կանցկացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, իհարկե ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է մեկնել Սանկտ Պետերբուրգ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Հաջորդ օրն էլ լինելու է ԱՊՀ արդեն ավանդական դարձած նախագահների ամփոփիչ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, տեսնենք դրան կմասնակցի Նիկոլ Փաշինյանը թե չէ, բայց այն որ այս հանդիպմանը ինքը գնում է, արդեն սա խոսքը վերաբերվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, հատեկացի դեմի առաջի դեմքերի մակարդակով հանդիպում ենք, բայց հարցը նա է, որ այն ինտենսիվությամբ, որ աշխատում են ԵԱՏՄ-ի ուղղությամբ, ակնհայտ ցույց է տալիս, որ դրանք համատեղել Եվրամիության հետ հնարավոր չի, ավելի շատ Եվրամիության հետ քայլերը իմիտացիոն են, որ վաղը մյուս օրն ասեն, դե տեսեք, մենք տանում ենք Եվրոպա, Եվրոպայի չինովնիկներն էլ բնական է միշտ ընդառաջ քայլ են անում, դա միայն մեզ չեն անում, երկրները, որոնք ցանկություն են հայտնում, թեկուզ հասարակությունը ընդառաջ գնալ, իրանք չեն ցանկանում կորցնել, բայց գալիս է մի պահ, երբ որ տեսնում են խաղել են տալիս, Վրաստանի օրինակը ձեր աչքի առաջ է, ինչքան էին մեզնից առաջ եւ ժամանակով եւ գործողությունների քանակով, հիմա ինչքան են հերթով հետ գնում եւ ժամանակով եւ գործողությունների քանակով, այսինքն խաբելու կոնկրետ գիծ կա, որ կարող են ասել եկեք, բայց վերջ ստեից ենքում պիտի որոշեք, իսկ երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է առաջիկա 1000 տարվա համար ենք մենք խնդիրները ձևակերպում, նշանակում է արդեն պարզ է, որ երբեք որևէ անգամ այդ ուղղությամբ քայլ չի արվելու կոնկրետ։ Բայց մի հարցի հետ կապված էլի նայենք Հայաստանի դիրքորոշումը, ճիշտ իմ ուշադրությունից վրիպել էր սա, նայեցի ուրիշ տեղ, ուրիշ լրատվականներում, ասել ոնց է որ չեմ նկատել, եղել է չեմ նկատել, թե չի եղել, ՄԱԿ-ում Իրանի դեմ բանաձև ընդունվեց Ադրբեջանի, Թուրքիայի, Վենեսուելայի ներկայացուցիչների բացակայությամբ։ Անցյալ ամիս է եղել, ինչ է կոնկրետ շեշտվում Ադրբեջան, Թուրքիա, Վենեսուելայի նկատմամբ գիտենք Ամերիկայի բացասական վերաբերմունքը եւ Ռուսաստանի շատ ջերմ վերաբերմունքը համագործակցության հետ կապված, բայց նույնիսկ այն պարագայում Վենեսուելան ցանկություն չունեցավ, այսինքն մասնակցի կոնկրետ դեմը լինի կամ ինչ-որ բան, ուղղակի շարից հեռու էլի, չմասնակցենք եւ վերջ։ Ադրբեջանը, Թուրքիան, որ մշտապես խոսում են իրանց վերաբերմունքի մասին, Իրանի հետ կապված, այնուամենայնիվ չցանկացան հարաբերությունները փչացնել արևմուտքի հետ, որ այդ նախաձեռնությունը Իրանին դատապարտող բանաձև ընդունելը գալիս էր Կանադայից եւ արևմուտքյան, այդ էլ կկարդանք ովքեր էին։ Այսինքն Իրանի եղբայրական երկիր կոչող Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ղազախստանի ներկայացուցիչները չեն բանը բացակայել են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայից, երբ Կանադայի առաջարկով քվեարկության էր դրվել մարդու իրավունքների խախտումներին վերաբերող հակաիրանական բանաձևը, որը ընդունվեց 77 կողմ, 28 դեմ եւ 66 ձեռնպատ ձայներով։ Քվեարկությունից բացակայում են նաեւ 24 երկիր։ Իհարկե ուրիշ լրատվականում կար 78 կողմ, բայց թվերի տարբերությունը այնպիսին էր, մի հատ էս կողմ են կողմը նույնիսկ որ չէր ազդի արդյունքների վրա, այսինքն ընդունվել է այդ բանաձևը։ Բայց բանաձևին դեմ են քննարկել, այսինքն աջակցել են Իրանին Ռուսաստանը, Չինաստանը, Բելարուսը, Պակիստանը, Սիրիան, Կուբան, Իրաքը եւ Հայաստանը։ Հիմա կարող է հարց առաջանա, բա մեր հարևանի հետ կապված դատապարտող բանաձևին Հայաստանը չէր միանալու։ Իհարկե կարող էր Հայաստանը չմիանալ, բայց հեշտ պետք չէր, որ Հայաստանը դեմ գնար արևմուտքին, կարող էր ուղղակի բացակայել կամ ձեռնպատ քվեարկել։ Հո չենք մոռացել, որ Իրանը, որը շատ կոշտ ձևով գտնում է, որ Հայաստանը չպետք է բերի Միացյալ Նահանգներին մտցնի մեղրի, ինքը համաձայն էր դատապարտող որոշմանը իսլամական համագործակցության կազմակերպության ինքը միացել էր Հայաստանին դատապարտում էր, ինչի 300,000 ադրբեջանցիներին չեք վերում տեղավորում Հայաստանում։
իսկ բավական մեծ քանակությամբ նաև Մեղրիում, հիշում եք ժամանակին ադրբեջանցիները ապրում էին։ Նաև դատապարտում էր Հայաստանին, թե ինչու 150 միլիարդ տուգանք չես վճարում Ադրբեջանին։ Ուզեմ ասեմ, որ երրորդ անգամ մենք պետք է Իրանին ժեստ անենք, եթե մենք նույնիսկ հաստատ իմանալով, որ մեր դեմ քվեարկելը որևէ ազդեցություն չէր ունենալու արդյունքի վրա, բավարար կարող էր լինել ձեռնպահ հլնելը կամ էլ ուղղակի չմասնակցել, ինչպես տեսնում ենք ուրիշները ոնց են անում։ Առավել ևս, որ Կանադայի ներկայացրած այդ օրինագծին ԱՄՆ, եվրոպական երկրները, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Իսրայելը պաշտպանել են այդ բանաձևը, այսինքն կողմ են եղել դատապարտող բանաձևին Իրանին։ Ես միանշանակ ես էլ լինեի, կողմ չէի լինի։ Նույնիսկ եթե մի կողմում եվրոպական երկրներն են, Միացյալ Նահանգները, հաշվի առնելով, որ Իրանը մեր հարևանն է, բայց եւ դեմ ելնելն էլ մեզ ինչ տվեց դրանից, որ քանի անգամ մենք պետք է Իրանին պաշտպանենք, դատապարտենք արևմուտքին, որից հետո մտածենք, որ մենք բալանսավորված քաղաքականություն ենք վարում, էլ քանի անգամ լինելու եւ պատասխան ինչ լսենք Իրանի կողմից։ Այս ժեստերն էլ, որ մեր կողմից արվում է, որ տեսեք, մենք ձեր դեմ բան չենք անում, որտեղ լավ էլ վախեցած են, որ Իրանը կարող է եթե դեմ լինի, հազար ուրիշ տարբերակ փորձի, որ այդ ճանապարհը չգործի։ Բայց դրա ճանապարհը դա չի, որ հաստատ իմանաս, որ այդ օրինագիծը ընդունվելու է այդ բանաձևը եւ Հայաստանը նման վերաբերմունք արտահայտի, արդյունքում ինչ հաստանալու դրանից։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է. Ուկրաինայի ֆինանսավորումը շարունակելու Եվրոպական խորհրդի որոշումը հաստատում է, որ Եվրոպայում ռուսաֆոբներին Ուկրաինայում խաղաղություն պետք չէ։ Իհարկե հարցը նա է, որ փորձեցին մի հարվածով այնպես անել, որ ռեպարացիոն վարկի ձևով տան, բայց երբ որ դա չստացվեց, միևնույնն է, որոշում կայացրեցին իրանց չծախսված գումարներից այդ վարկը տան Ուկրաինային մոտ 90 միլիարդ եվրոյի չափով, բայց արդյունքում հետագայում ձևակերպումները այնպես է լինելու, որ Ուկրաինան այդ գումարը չի տալու։ Այսինքն սա ուղղակի ձևակերպման ձևներ փոխված, մոտեցումներ փոխված, հետագայում լուծումները գտնելու պայմանով հաստատ իմանալով, որ Ուկրաինան չի վերադարձնելու այդ գումարը։ Եվ դրա համար դա շատ ծանր է տանում Ռուսաստանը եւ մեղադրում են, որ նրանք ռուսաֆոբ են։ Բայց ինչի են ռուսաֆոբ, որ այդ նույն Եվրոպայի հետ Ռուսաստանն էր ասում էր առաջնահերթությունը արտաքին քաղաքական Եվրոպան է, երկրորդը Միացյալ Նահանգները, նոր երրորդը ԱՊՀ։ Բայց մենք չենք մոռացել, չէ՞։ Ու դա երբ էր ասում, Ղրիմը օկուպացնելուց առաջ։ Այդ ինչ ժեստեր էին անում, այդ ինչեր էին խոսում Եվրոպայի մասին, որ դա քաղաքակրթական ընտրություն է իրանց համար։ Բայց իրանք էին ասում, չէ՞։ Ինչ կատարվեց, ընդամենը մի բան, օկուպացրեցիր Ուկրաինայի տարածքը եւ դրանից հետո նրանք սանկցիաներ կիրառեցին։ Դու էլ մտածեցիր ավելի լավ է մի քանի կիլոմետր օկուպացնենք, բայց դրա դիմաց մենք հարաբերություն վատացնենք Եվրոպայի հետ։ Իհարկե այն ժամանակ Ռուսաստանը մտածում էր եվրոպական չի միավորվի, միասնական չի լինի, կախվածությունը ռուսական նավթից ու գազից թույլ չի տա, որ իրանք պաշտպանեն Ուկրաինայի շահերը, իրանց վնաս որոշում ինչու պետք է կայացնեն։ Այդ ամեն ինչը իրանց սխալ հաշվարկի արդյունքն էր, որը հանգեցրեց 2022 թվականի փետրվարի 24-ի պատերազմին։ Եվ այն ինչ ակնկալիքներ, որ իրանք ունեին Ուկրաինային, որ կգնան աղոհացով կդիմավորեն, որ իշխանությունը կփախնի, որ ժողովուրդը պատրաստ է ռուսներին ընդունել։ Մի խոսքով այդ ամենից շատ են խոսել եւ շատ բան իրականում երևացել է։ Էդ էլ է իրանց հատուկ ծառայությունները զեկուցել էին, չէ՞ որ ինչա տեղի ունենալու հանգիստ էս ամեն ինչը արեք։ Արդյունքում տեսանք ինչ տեղի ունեցավ։ Եվ հիմա Ռուսաստանը ներքաշվել է մի պատերազմի մեջ, որ նույնիսկ չի ցանկանում խոստովանի մի բան, իրան թվում է եթե ինտերնետը անջատեց, մարդիկ չեն իմանալու։ Բա որ Չինաստանն իրանց մոտ քննարկում են համարյա պետական մակարդակով, որ իրանք հավակնություն ունեն 7 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքի վրա։ Այդքանը համարում են դա իրանց նաև հետևողական քայլեր են անում։ Դա Երևանում մենք լսում ենք, Ռուսաստանում չեն լսում, բայց ձեր եղբայր բարեկամ Չինաստանը չի։ Հա շատ եղբայր է, ուղղակի ուզում է գրկախառնվի ձեր տարածքում։ Էս է արդյունքը այդ ամեն ինչի։ Եվրոպային մեղադրում եք, որ ինչ։
Դուք Եվրոպայի մաս էիք կազմում, մեծ յոթնյակը դառել էր մեծ ութնյակ, ՆԱՏՕ գումարած Ռուսաստան, էլ ինչ ելներ։ Միջազգային ահաբեկչության տենց ծրագիր կա, Ռուսաստանը դրա մեջ ներգրաված չլներ։ Այն աշճանի էր եւ 2000 թվականի Պուտինի ելույթը լսեք, թե ինչպես էր արտահայտվում Եվրոպայի մասին։ Մեր բարեկամները, նրանց հետ պետք է աշխատենք, իհարկե քաղաքակրթություն, իհարկե Եվրոպան եւ ոնց կարող է մենք ՆԱՏՕ-ին թշնամի համարենք։ Այդ ինչ եք խոսում, ինչու համար դի թշնամի համարենք։ Այդ զայնագրությունները չեք նայում, բայց մենք նայում ենք, դուք չեք նայում։ Բայց չէր իրա գնահատական, ում եք մեղադրում։ Ու վատը նա է, որ այդ ձևի քաղաքականություն վարելու արդյունքում Հայաստանում էլ են գտնվում մարդիկ, որ արդարացնում են Ռուսաստանի արածը եւ մտածում են մենք թե ավելի սերտ համագործակցենք Ռուսաստանի հետ։ Սրանից սերտը էլ որն է։ Իշխանությունն ու ընդդիմությունը այնասերտ համագործակցում են։ Կռիվ եք տալի, թե որը տեք ավելի սերտ համագործակցելու։ Սրանից սերտը ինչ է ալնում։ ԱՄՆ-ի զինված ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում իսլամական պետություն խմբավորման շուրջ 70 թիրախի, ի պատասխան Պալմիրայի մոտակայքում սիրիա-ամերիկյան պարեկախմբի վրա զինյալների կողմից իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել են 3 ամերիկացի։ Պենտագոնը հայտարարել է, որ գործողությունը նախատեսված էր որպես վրեժխնդրություն եւ չի նշանակում նոր պատերազմի սկիզբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը գրառում է կատարել, նշելով, որ Սիրիան պայծառ ապագա ունի, եթե իսլամական պետությունը վերածվի եւ իսլամական պետությունը դեր կառույցի անունն է, եւ ընդգծել, որ Սիրիայի կառավարումը լիովին աջակցում է դրան։ Իհարկե, այն որ ԻԳԻԼ-ը իսլամիստ ահաբեկիչներին պետք է վերացնել, միանշանակ, որ նրանք տեղով փորձանք են, դա որևէ խնդիր չկա, բայց խնդիրը այստեղ ուրիշ է։ Իսլամիստ ահաբեկիչները այդ ինչ են արել, որ իր լավ բարեկամ Պուտինը չի արել։ Մի հատ իմանանք էլի, ինչ է իրանց արածը։ Վարձու մարդասպան չէ։ Ինչ է իրանց արածը այդ վարձու մարդասպանների։ Այդ խեղճերին ինչի եք մեղադրում։ Թիվ 1 ահաբեկիչ ինչ եք տեսնում։ Երկու կողմից ասма չէ, ժողովուրդ։ Այդ որ ասում են Ուկրաինայում ամեն մի ուկրաինացու դեմ 5 ռուսա զոհվում, դեն չի, մեզ հավասար զոհվել են։ Ենթադրենք այդ թվերն էլ կրակեցիք, ուրճացրեցիք, դրա մեղավորը դուք չեք։ Ասենք 1.5 միլիոն ձեզանից է զոհվել, 1.5 միլիոն Ուկրաինայից։ Հա Ուկրաինայի թիվը այդ չի, բայց եթե դուք ասում եք ճիշտ չեն ասում, այդքան է, ինչ է գլուխները տեք կովում։ Ուզում եք ասեք 3 միլիոն մարդ եք սպանել։ Բայց ԻԳԻԼ-ը ինչ արել։ ԻԳԻԼ-ը այդքան մարդ է սպանել։ Նրանց անունն է դուս եկե վարձու ահաբեկիչ։ Բայց Ռուսաստանը հիմա չի վարձում ահաբեկիչների եւ ուղարկում կռվելու։ Սեփական քաղաքացուն ասում է դու աշխատանք չունես, միակ աշխատանքը որ քեզ կարամ առաջարկեմ մարդ սպանելն ու մեռնելն է։ Բայց ԻԳԻԼ-ը այդ լոգիկայով չէ հավաքվե։ Փողի դիմաց մարդ սպանելու։ Այնց որ եթե այդքան հետևողական է ԻԳԻԼ-ի դեմ պայքարելու Դոնալդ Տրամպը, շատ ողջունելի է։ Այսինքն դա ցույց է տալիս, որ ասում էր, բա մեզ օվկիանոսն է բաժանում Եվրոպայից, ես ինչի՞ պիտի Եվրոպայով զբաղվեմ։ Օվկիանոսը չի բաժանում բանին, Սիրիային։ Արդեն Սիրիան հարևան է Ամերիկային։ Լավ ես անում, որ անում ես։ Մի օր ասում ես Իրանին կխփեմ, մի օր խփում ես Սիրիայում ահաբեկիչներին, մի օր ասում ես Վենեսուելայում կխփեմ։ Բա նշանակում է դու Ամերիկայի դերակատարությունը կարևորում ես աշխարհակարգի հետ կապված։ Բա մեռանք ասելով Ամերիկայի դերակատարությունը չեզոքացնում ես մի բանով, եթե Պուտինը որպես ահաբեկիչ գործընկեր ես համարում։ Վերջ, այդ ամբողջը ջուրն է լցնում։ Իսկ եթե գոնե այդքանից հետո որը որ աշխարհը ընդունում է, որ նորմալ ահաբեկչության դեմ պայքարում ես, թիվ 1 ահաբեկիչը, ասում են Ուսամա Բեն Լադենը թիվ 1 ահաբեկիչն է, քանի մարդ էր սպանել Ուսամա Բեն Լադենը, ժողովուրդ ջան։ Մի հատ հաշվեք էլի։ Ուսամա Բեն Լադենը կարա գնա Պուտինի մոտ դասընթացների, ողորմածիկը։ Ասի ոնց, այն մարդ իմ անունն էր դուս եկե։ Արի տեղը զիջեմ քեզ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է. պատերազմները սովորաբար ավարտվում են 2 եղանակով՝ մեկ կողմից մյուսի նկատմամբ կապիտուլյացիայով կամ բանակցային կարգավորմամբ։ Մենք մոտ ապագայում չենք տեսնում որևէ կողմի կապիտուլյացիան, ի նկատի ոչ Ռուսաստանի, ոչ Ուկրաինայի։
Ուստի միայն բանակցային կարգավորումն է մեզ հնարավորություն տալիս ավարտել այս պատերազմը։ ԱՄՆ փորձում է պարզել, թե ինչպիսի կարգավորման պայմաններ կարող են ընդունել Ռուսաստանը և Ուկրաինան իրենց դիրքորոշումները մերձեցնելու և համաձայնության հասնելու համար, հավելել է պետքարտուղար Ռուբիոն։ Լավ, էլ ինչ-որ ուզում է կարգավորի բան, տեսնում ենք ինչ անում, մանավանդ հիմա էլ արդեն ասում է քառակողմ հանդիպում պետք է լինի Միացյալ Նահանգներ, Ուկրաինա, Ռուսաստան, ինչ նախաձեռնությունը Ամերիկայից է եկել, Եվրոպա, բա այն առաջարկությունները 28 կետը ուղարկել էր Ուկրաինային, ասում էր առաջիկա 5 շաբթի օրը համաձայնվի, շուտ արա տոներա, որ մենք հայտարարենք, որ պատերազմը պրծել ենք։ Տեսակ, որ դրանից ինչքան ձգվեց, տեսակ ինչ կատարվեց, բացի դրանից էլ ընդհանրապես ցանկություն չուներ համաձայնեցնել Եվրոպայի հետ, հիմա արդեն ինքն է առաջարկում, բա բերեք նստենք 4-ով քննարկենք ինչ ենք անում։ Հարցը դա չի, այդ 4-ով քննարկման պահն է եկել տեղի կունենա թե չէ։ Հարցը նա է, որ ինքը ընդունեց, որ առանց Եվրոպայի ոչ մի հարց լուծել չի կարող։ Իսկ դա շատ ավելի շուտ գիտեր, իմաստը որն էր, հերթական անգամ քայլանելու եւ վատ վիճակում հայտնվելու։ Բայց խնդիրը դա չի, ինչ որ անում է Միացյալ Նահանգները։ Խնդիրը նա է, ինձ հետաքրքիր է պետքարտուղարը, որ ասում է պատերազմները կողմից կամ կապիտուլյացիայով կամ բանակցությամբ ուրիշ տարբերակ չկա։ Լուրջ։ Ես չեմ ցանկանում աշխարհի բոլոր պատերազմների հետ կապված հերթով մի հատ ցուցակ ներկայացնենք, որ կապիտուլյացիայից ու բանակցությունից դուրս էլի է լինում, որ պատերազմը դադարում է։ Կոնկրետ բերեմ այն օրինակը, որն է պետքարտուղարը պետք է ինքը որ գոնե պարտավոր լիներ դրա մասին իմանալ, որ երրորդ տարբերակ կա։ Ես ուզում եմ իմանամ 55 թվականին, որ մտակ Վիետնամ, 75 թվականին խայտարակ ձևով դուրս եկաք։ Ով էր կապիտուլացվել։ Վիետնամը թե Ամերիկան։ Ինչ բանակցություններով դուրս եկաք։ Խաղաղության պայմանագիր կնքեցիք, վճարեցիք ինչ-որ ռեպարացիա, չէ, թողեցիք դուրս եկաք։ Ու ձեր դուրս գալու հետ կապված կոնգրեսը որոշում կայացրեց Կամբոջային էլ չպաշտպանել, որ Կամպուչիային դարձրել անունը, Պոլ Պոտն ու Յանգ Սարին, կարմիր խմերները, որոնք որ տեսան, որ Ամերիկան չի աջակցում, որ դա հենց հարմար առիթ էր, Ամերիկան Կամբոջայում էլ էր, չէ, ներկայացված, մենակ Վիետնամում չէր կռվում։ Ընդեղից դուրս եկավ, ընդեղից էլ դուրս եկավ, Պոլ Պոտն ու Յանգ Սարին դրեցին, ընդամենը 3 միլիոն մարդ սպանեցին։ Եվ այդ ցեղասպանությունը, այո, մնաց Ամերիկայի խղճին, որովհետև մտել ես, ինչ որ խնդիրներ ես լուծում, կեսից թողում դուրս ես գալի։ Ով կապիտուլացվեց, որ Կամբոջայից դուրս եկաք։ 2001 թվականին մտակ Աֆղանստան, 2021 թվականին դուրս եկաք։ Այն ձևի, որ այդ մարդկանց ասել եք մեզ պետք է լսեք, եթե մեզ չլսեք, սենց կլի մարդիկ անցել էին ձեր կողմը, 20 տարին քիչ չի, մի սերունդի կյանք է։ Հետո այդ մարդիկ կախվել էին ինքնաթիռներից, որպեսզի իրանց տանեք, որպեսզի չընկնեին թալիբների ձեռը։ Որտեվ հույսեր եք տվել, բայց վերջի պահին հանկարծակի դուրս եկաք, անգամ այդքան զինտեխնիկա թողեցիք։ Ով կապիտուլացվեց, Աֆղանստանը, թե Ամերիկան։ Այսինքն ինչի համար ասում մի բան, որը բացարձակ բոլորը գիտեն, որ տենց չի։ Պատերազմը քաղաքական որոշում կայացումը, պատերազմը լինում է, քաղաքական որոշումով էլ դադարեցվում է։ Ռուսաստանը եթե Ամերիկայից հույսը կտրի, քաղաքական որոշում կկայացնի պատերազմը դադարեցնելու։ Որտեւ այն տնտեսական վիճակը, որը Ռուսաստանում է, խայտարակ վիճակը, որը կա, Ռուսաստանը որևէ շանս չունի, որ իր երկիրը չփլուզվի, եթե մի քիչ երկարեց այդ պատերազմը։ Ինչ այդքան Ամերիկան չգիտի։ Բայց երրորդ տարբերակը ինքը չգիտի, որ քաղաքական որոշում ես կայացնում եւ դուրս ես գալի։ Խորհրդային միությունն էլ հարձակվեց Աֆղանստանի վրա 1979 թվականին։ 10 տարի կռվեց, 1989 թվականին խայտարակ ձևով դուրս եկավ։ 2 տարի հետո երկիրը փլուզվեց։ Որտեղ 10 տարի ներքաշվեց պատերազմի մեջ։ Էլի քաղաքական որոշումով դուրս եկավ, չէ՞։ Ու նաեւ լավ գիտենք, թե ոնց մտավ։ Ոնց է Զբիգնև Բժեժինսկին հիացած, թե ոնց սարքեցին հարիվների գլխին, ինձ կներեք նման արտահայտության համար, բայց դա իրանց ծրագիրն էր։ Երջանկացած ասեց, խափեցին, թե հեսա Ամերիկան մտնում Աֆղանստան,
Խորհրդային Միությունը ոնց թե Ամերիկան մտնում այս ամենք մտնենք, մտավ Բժեզինսկին ասեց, «Էս ինչ լավա խաբեցինք։ Հիմա կգնան կպարտվեն, խայտառակ կլնեն, աշխարհը կմոռանա Վիետնամի պատերազմի խայտառակությունը»։ Դա Բժեզինսկու խոսքերն է, իմ խոսքերը չի։ Ես ուղղակի հիշատակում եմ իր ասած խոսքերը։ 75 թվականին Վիետնամի պատերազմը, որ ասում են ինչի մտակ, որ հիմա էլ դուս եկաք, 79 թվականին Խորհրդային Միությունը մտավ Աֆղանստան եւ Վիետնամի մասին իսկապես աշխարհը մոռացավ, որտեղ թարմ թեմա առաջացավ։ Բժեզինսկին այդ հարցում ճիշտ էր։ Այնպես որ ուզում եմ ասեմ, Մարկո Ռուբիոն վատ չի լինի, որ մի քիչ ծանոթանա թեկուզ իր երկրի պատմությանը, հեչ չի խանգարի, որովհետեւ մենք որպես օրինակ միշտ Ամերիկայի օրինակները նայել ենք, թե դրականը, թե բացականը։ Դրականը այնքան է մեզ համար տպավորիչ եղել, որ 20 տարի այդ թեմայի մասին օրինակներով խոսել ենք։ Այս սա արել, այս սա արել, աշխարհի համար է սա արել։ Վատ չէ լինի, որ իրանք էլ ուղղակի տեղյակ լինեն։ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտնել է ուկրաինական բանակցային պատվիրակության եւ ամերիկյան ու եվրոպական գործընկերների միջև հանդիպման ավարտի մասին։ Ումերովը նշել է, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ տեղեկացրել է Ուկրաինայի նախագահին։ Մեր ամերիկացի գործընկերների հետ պայմանավորվել ենք հետագա քայլերի եւ մոտ ժամանակներս համատեղ աշխատանքը շարունակելու շուրջ, գրել է Ումերովը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ զգալի առաջընթաց է գրանցել Ուկրաինայի հարցով բանակցություններով, սակայն զգուշացրել է, որ առջևում դեռ երկար ճանապարհ կա։ Հիմա ստեղ տեսնում եք այդ բանակցության ընթացքը ինչպես է գնում, որի հետ կապված մենք նաև տեսնում ենք Եվրոպայի վերաբերմունքը, Միացյալ Նահանգները այնուամենայնիվ ինչ էլ անի, չի կարողանալու Ուկրաինայի տեսակետները շրջանցել, որովհետև ուղղակի Ուկրաինան չի համաձայնվում զիջումների։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները նեղացնել չի ցանկանում, բայց եւ միևնույն ժամանակ զիջումների չի պատրաստում։ Նենց որ Դոնալդ Թրամփը պետք է ինքը պատկերացնի, թե ոնց է անելու, որ դրատակից կարողանա դուրս գա։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է Ուկրաինայի ընտրությունները վերահսկելու ձգտման մեջ։ Մենք չենք համաձայնվի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի։ Սա ինչին է վերաբերվում, դե մենք երեք ենք այս մասին խոսել, Զելենսկին այսօր անդրադարձել, որ Պուտինն ասում էր, հայո, ինչ-որ հեռահար հրթիռներով չենք հարվածի, թող ընտրություններն անեն, բայց պայմանով, որ Ուկրաինայից դուրս եկած ուկրաինացիները, որոնք ապրում են Ռուսաստանում, պարտադիր ընտրությանը մասնակցեն։ Ու չի ասում այդ ընտրատեղամասեր բացեք աշխարհի բոլոր տեղերը, մանավանդ որ պատերազմի պատճառով ուկրաինացիները Եվրոպայում էլ են, Ամերիկայում էլ են, շատ տեղեր են, Հայաստանում էլ են։ Չի ասում, ընտրատեղամասեր միայն պետք է բարձվի Ռուսաստան, իսկ ով է վերահսկելու Ռուսաստանը, էլ ենք խոսել։ Պատերազմող երկրի պարագայում ուկրաինացին կարողանալու է վերահսկել, ուկրաինական ծառայությունները կարողանալու են, պետական ծառայողները կարողանալու են վերահսկել, բոլոր այդ կարգի ընտրատեղամասերը բացում են դեսպանատներում եւ հյուպատոսական ծառայություններում։ Հիմա Պուտինը որտեղ է պատկերացնում, որ Ուկրաինան դեռ Ռուսաստանում բացի։ Այսինքն դուք բացում եք, դուք քվեարկում եք, մի հատ թիվ եք կրակում, հա։ Ասել ենք, որ դա աբսուրդ է, դա նշանակում է դու չես ուզում խաղաղություն։ Դու ասում ես, որ չեմ կարող խաղաղության փաստաթուղթ ստորագրեմ Զելենսկուի հետ, ինքը չի ուզում պատերազմը դադարի, որովհետև ուզում է մնա նախագահ, Զելենսկին ասում է պատերազմը դադարացու ժամանակավորապես ընտրություն անենք, տեսնենք ով է ընտրվում ու շարունակենք կռիվ ենք անում թե խաղաղության բանակցություն, ասում է ոնց դադարացնեմ, ընտրություն անեք, դեն չի լինի։ Սպասի մի հատ անիրատեսական բան առաջ քաշեմ, որով պատճառով մերժեմ այդ խաղաղությունը բանի հետ կապված, ընտրության հետ կապված, բայց ինչ ես բողոքում, թե Զելենսկին պատերազմ է ուզում, որպեսզի աթոռը չկորցնի։ Հիմա հասկացաք, որ փաստի առաջ կանգնեցիք։ Բայց նույնն է Տրամփն էր ասում, Զելենսկին չի ուզում ընտրություն։ Հիմա ասում է ուզում եմ, դե արեք։ Հիմա տեսաք, որ դուք չեք ուզում, կամ չեք կարողանում անել։ Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրոն պաշտոնական այցով այցելել էր Կիև։ Ուկրաինան եւ Պորտուգալիան համաձայնության են եկել համատեղ արտադրել ուկրաինական ռազմածովային անօդաչու թռչող սարքեր։ Անօդաչու թռչող սարքերը կօգնեն Պորտուգալիային պաշտպանել եվրոպայական ծովից։
Այդ իհարկե շրջանակների մեջ պաշտպանել Եվրոպան ծովից բանա Ուկրաինայի նախագահ Զելենսկին գրել է, որ Ուկրաինայի եւ Պորտուգալիայի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն, որը հաստատում է ռազմածովային անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն։ Այսինքն Ուկրաինան այնքան արդյունավետ ձևով ցույց տվեց, որ խփում է ռուսական նավերին, խփել է միջերկրական ծովում, Սև ծովում, Կասպից ծովում, բացի դա անգամ խփել է բանի Սուզանավի абսուրդ է, էլի պատկերացնեք Սուզանավին խփեց, էլի նախ պետք է դա տեղը գտնեիր, հետո նոր կարողանայիր խփել, համ գտել են, համ խփել են։ Հիմա դրանից հետո Պորտուգալիան, որն է Եվրոպայի հերվաշենում իր համար լավ է լրված ապրում էր, հիմա ինքը եկել է փորձի փոխանակման համար, ասում է եկեք համատեղ գործարան ստեղծենք Ուկրաինայի տարածքում, դե դուք շատ հաջող եք այդ գործերը անում, ֆինանսավոր ենք ամեն ինչ անենք, դուք օգնեք, որ մենք այդ դրոններն ունենանք ծովային տարածքների հետ կապված, չնայած Իրանը օվկիանոս է, բայց դե տերմինի համար ծովային ասենք կարողանա պաշտպանվել։ Հազարով մի ապօրինի միգրանտներ կարող է լինեն, հազարով մի չգիտես ինչ կարող է լինի եւ այլ, համենայն դեպս որևէ մեկը Պորտուգալիայի դեմ հազիվ թե պատերազմ սկսի, խնդիրը դա չի, բայց խնդիրը նա որ նույնիսկ Պորտուգալիայի նախաբարը հասել թե Ուկրաինան ինչ է անում, որ Ուկրաինան ինչ արդյունավետ է ռազմական բովով, մարտական բովով անցած տեխնիկա արտադրում, որ նույնիսկ ամենազարգացած եվրոպական երկրները գնում են այնտեղ արտադրություն են դնում եւ իրանք համ իրանց համար են արտադրում, համ էլ այդ փորձարկում են Ուկրաինայի տարածքում, համ էլ այդ տեխնիկան, տեխնոլոգիան բերում են իրանց երկրներ, որ խաբարը հասել է Պորտուգալիա ժողովուրդ ջան։ Այսինքն սա էլ խոսում է նրա մասին, որ բավական հետևողականորեն աշխատում է Եվրոպան, որպեսզի նաեւ լինի միասնական անվտանգային համակարգեր լուծի Եվրոպային մոբիլիզացնելու հարցում Պուտինի ջանքերը անգնահատելի են։ Տնենց էին իրանք հավեսով ապրում, այնպես մոբիլիզացիայի խնդիր չէին տեսնում, էժան վառելիքաէներգետիկ ռեսուրս կարող ենք վերցնել Ռուսաստանից, તો մերին չինա պետք հարաբերությունները վատացնենք, զբաղվենք մեր բարեկեցությամբ, պետք է ներդրում անել Ռուսաստանում անենք, տեխնիկա, տեխնոլոգիա տանենք, անենք, այսինքն որևէ խնդիր չկա, սկի իրանց կառույցների բյուրոկրատական խնդիրների պատճառով անգամ նորմալ քվեարկության հետ կապված խնդիր չունեն, որտեղ ասում են դե ինչ խնդիր պետք է լինի, այտենց կենսական նշանակության, որ մենք փաստի առաջ կանգնենք, հիմա տեսակ որ կանգնեցին, այն կողմից է Տրամփն ասում է զինվեք, ասում է եղավ մեծ աղբեր, դե որ ասում է զինվենք, հիմա այսօր արդեն Եվրոպան կամած դառնում է միասնական, այդպես չի որ վերջնական այդ ամեն ինչին հասել են, բայց պատկերացրեք, որ եթե Եվրոպան զինվեց, համախառն ներքին արդյունքի 5%-ը ծախսեց, իսկ դուք պատկերացրեք մենակ Գերմանիան, որի համախառն ներքին արդյունքը անհամեմատ գերազանցում է Ռուսաստանին, որ ինքը դրեց 5% ծախսարեց, դա ավելի մեծ է ալնելու, քան Ռուսաստանը այսօր է անում։ Այսօր մենք ասում ենք Ռուսաստանը շատ անում, նա բյուջեի 40%-ն է ռազմական ծախս, իսկ համախառն ներքին արդյունքը 7%, 8% է։ Կազմում համախառն ներքին արդյունքի մեջ ռազմական ծախսերը 5%-ը Գերմանիայի ավելի բարձր ալնելու, քան Ռուսաստանի 7-8%-ը։ Այնպես որ այս պարագայում դուք պատկերացրեք ինչ փորձանք են իրանց գլուխը բերելու։ Հետո էլ շուր կգան կասեն, բայց ինչ եղավ, որ սենց եղավ։ Իսկ մի հարց էլ ես ուզում եմ ուշադրություն դարձնենք նաև մի հանգամանքի վրա։ Այսօր շատ լարված հարաբերություններ կա Եվրոպայում։ Հիմա երբ որ Մարիա Զախարովան ասում էր, որ Եվրոպայում չեն սիրում, ռուսոֆոբ են եւ այլ, դեպ սխալ չի ասում։ Ռուսները մեծ խնդիրներ ունեն Եվրոպայում։ Ուղղակի ասում են, վերկացեք, գնացեք ձեր երկիր։ Առհամարական վերաբերմունք։ Այո, կա շատ լուրջ ձևի։ Սրանք էլ արդարանում են այս Ռուսաստանից գնացածները։ Ասում են, ախր մենք պատերազմից փախել ենք, եկել ենք ձեր մոտ։ Մեզ են չի եք մեղադրում։ Մենք լավ ռուսներն ենք, հասկանում եք, մենք փախել ենք պատերազմից։ Եկել ենք Եվրոպայում ենք ապրում, մենք Պուտինից դժգոհ ենք։ Իսկ դուք մեր երեսին եք խոսում, մեզ եք ամոթանք տալիս, մեզ եք մեղադրում։ Նրանք էլ ասում են, գիտես ինչ, մենք որ մեր ղեկավարից դժգոհ ենք ելնում, գնում ենք ընտրությամբ, պատշգամբից գցում ենք ներքև այդ ղեկավարին։ Գնացեք պայքարեք։ Փողոց դուս եկեք, կռվեք, պայքարեք, ըմբոստացեք, բայց եթե դուք այդքան զարգացած խելացի գիտակից եք, եկել եք խելացի զարգացած գիտակից Եվրոպայի ապրում եք, որ մենք մեր երեխեքի բերանից կտրենք փող տանք, որ Ուկրաինան կռվի Պուտինի դեմ, մենք Պուտինի դեմ պայքարենք, դուք գաք մեր հացը ուտեք,
Բգրացեք Պուտինի դեմ ներսից պայքարեք։ Հակապուտինյան շարժում առաջացրեք։ Ֆաշիստական Գերմանիայում հակաֆաշիստ ինչքան մարդ կար, զենքը ձեռին կռվում էր Հիտլերի դեմ։ Բա դա արեք։ Զարմանում են, ասում ախր մենք լավ ռուսներն ենք, չէ, դուք լավ ռուսները չեք։ Լավ ռուսը կգնա իր երկրում կփոխի ինչ-որ մի բան, ոչ թե կփախնի իր երկրից։ Այն մեկը ասում է, բա մենք Ֆրանսիացի ենք, գնում ենք, ընտրում ենք, ասում ենք Մակրոն, քեզանից դժգոհ ենք, ստորին պալատում ահագին ձեն կորցրեց, հայ-հայր աթոռներ կորցնում։ Գնացինք, քվեարկեցինք, պահպանողականներին ուղարկեցինք տուն, լեյբորիստներն եկան իշխանության Մեծ Բրիտանիայում։ Եղավ Գերմանիայում ընտրություն, տեսակ փոփոխություն եղավ։ Էդ էլ են ընտրություններն էր, որի ընթացքում Մակրոնը արտահերթի գնաց, բանում Գերմանիայում արտահերթի գնացին, այսինքն նույնիսկ հասարակական պահանջ ձևավորվեց ընտրության արդյունքում իշխանություն փոխելու։ Գնացեք դուք էլ արեք։ Երկիրը թողել եք մի հատ մարազմատիկ ծերուկի, եկել եք վերեք կացել ընկել եք Եվրոպա։ Հիմա դրա հետ կապված, քանի որ այս կարգի հարցերը մի օրում, մի ամսում, մի տարում չի առաջանում։ Այսինքն այդ հիվանդ մտքերը Պուտինի գլխին կար, երբ որ ինքը երիտասարդ էր։ Երբ որ այս կարգի բաներին անդրադառնում ենք շատ դեպքերում, մենակ նրա համար, որ գիտեք ինչ, մի օր վերցնում են մեկին, ասում են, այ մարդ, այս մեկը մի հատ sense կարծիք հայտնեց, հա դե իհարկե դա պիտի ասենք այդ մարդը Ռուսաստանում լինի, Եվրոպայում լինի, որ ասեք, արա էս ինչ կարծիք հայտնեց, այ մարդ sense ճիշտ դուս եկա։ Ժորժան, մեր մեջ էլ այնքան տենց մարդիկ կան։ Ուղղակի մենք մերը չենք կարող նկատենք, գնահատենք։ Բարեբախտաբար ես իմ կյանքի նպատակն եմ համարում ոչ միայն որ Հայաստանը լինի բարեկեցիկ ժողովրդավար անվտանգ Եվրոպայի ընտանիքի անդամ, այլև ամեն ինչ անենք, որ այդ ընտանիքի վարքու բարքով ապրենք, մեր ազգայինն է պահպանենք, մեր ազգային ինքնությունը պահպանենք, մեր լավագույնը վերցնենք, վատից հրաժարվենք, լավը վերցնենք, աշխարհի լավը վերցնենք, սինթեզենք, ստանանք 21-րդ դարին վայել երկիր ու հասարակություն։ Այնպես որ վատ չի լինի, մենք էլ հասկանանք, որ ժամանակին այդ կարգի բաների մասին որ խոսում էինք, այսօր կատարում ասում են ում մտքով կանցներ։ Հայկական ժամանակ օրաթերթ 2006 թվական 2 հունիս մեծ հոդված էր դա, կարճ մասը կարդամ, մյուս մասը ժամանակին էլի կարդացել եմ։ 2006 թվականին գլխավոր խմբագիրը Իմիջիայոց Նիկոլ Փաշինյանն էր։ Սա թերթում տպագրված է, այն ժամանակ կայքերում չէին բանան։ Ինչպես Ռուսաստան վերադարձնել ռուսներին։ Այսինքն այս սրիկայությունը, որ հիմա անում են ռուսները, այն ժամանակ էլ էին անում։ Այսինքն հիմա տեսեք, մրցունակ աշխատուժը գնացել է Եվրոպայում աշխատում է, իրանք ուրախ են, որ նրանց դուսան են կան երկիր, որտեղ լավ գիտեն, որ նրանք կան հեղափոխություն չեն անելու։ Իրերը տալու են թևի տակ, ուղարկեն Ուկրաինայում զոհվելու։ Ասում են դուք հետ ուղարկեք դրանց, մենք իրանց սպասում ենք։ Այսինքն ռուսներին դա պետք է։ Մի մասին տանում է կոտորում է, որը խմող է, հարբեցող է, աշխատող չի, մի մասն էլ, որը մրցունակ աշխատուժ է, գնացել է երկրից, ասում է դուս արեք, թող հետ գա։ Բայց սա նոր չի դա, ժողովուրդ ջան, ես նոր ենք ուղղակի տեսնում։ Այդ վտանգների մասին խոսել ենք։ Կարծում եմ այնտեղ լայն թափառած սափրագլխային շարժումը տարերային բնույթ չունի եւ կառավարվում է պետական շրջանակների կողմից, Ռուսաստանի մասին է խոսքը։ Վերնագիրը ինչպես Ռուսաստան վերադարձնել ռուսերսներին։ Քանի որ եթե ռուսական ավտորիտար վարչակարգը ցանկանում է որևէ երևույթի դեմ պայքարել, ապա հաջող իրականացված օպերացիայի շնորհիվ կարողանում է միանգամից մի քանի 100 գնդապետ կալանավորել։ Այդ այն ժամանակ մի հատ տենց բաներ էցին, չէ՞, հավաքեցին սաղին։ Եվ ուրեմն սափրագլուխների շարժումը կարող է կապված լինել այն իրողության հետ, սափրագլխային շարժում էր այդ ժամանակ 2006 թվականին Ռուսաստանը ռուսներին կարգախոսներով նեղացնում էին այդ մարդկանց, որ այդ մարդիկ նեղացած գնային իրանց երկրներ եւ ընդեղից է ռուսներին դուսանեին, որտեղ այդ երկրները նորմալ ապրում են, Ռուսաստան չէին ուզում գային։ Ասում են մենք իրանց դուսանենք, սրանք էլ ռուսներին դուսանեն։ Եվ ուրեմն սափրագլխների շարժումը կարող է կապված լինել այն իրողության հետ, որ Ռուսաստանը 140 միլիոն բնակչությամբ զբաղեցնում է 17.2 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք եւ նրա հսկայական հատվածներ խիստ նոսր են բնակեցված։ Ռուս ազգաբնակչությունը նվազման միտում ունի, իսկ բնական աճի շնորհիվ հիմնականում ավելանում են այնտեղ բնակվող մուսուլմանների տեսակարար կշիռը։ Եվ ահա սափրագլուխների միջոցով ՌԴ հույս ունի լուծել այս խնդիրը։
ԽՍՀՄ վարում էր ռուսական տիրապետության տակ տարբեր ազգերին բռնի կերպով պահելու ու ասիմիլացնելու քաղաքականություն։ Այդ նպատակով ռուսներին որպես քաղաքացիական դեսանտ իջեցնում էին միութենական հանրապետություններ և գրեթե բոլոր տեղերում հաջողվել էր էականորեն փոխել դեմոգրաֆիական վիճակը։ Այդ ռուսիֆիկացիայի պրոցեսն ընդհատվեց ԽՍՀՄ փլուզումով, և հիմա Ռուսաստանը կանգնել է փաստի առաջ։ Շատ ռուսներ, դառնալով այլ պետությունների քաղաքացիներ, հարմարվել են տեղի պայմաններին և այսօր չեն ցանկանում վերադառնալ Ռուսաստան, քանի որ թե կենսամակարդակի և թե այլ առումներով էական տարբերություն չկան այլ երկրների միջև, և եթե պետք է դուրս գան իրենց բնակավայրերից, էլ ինչու պետք է Ռուսաստան գնան, կընտրեն ավելի ապահով ու բարեկեցիկ երկիր։ Ժամանակին անհրաժեշտ էր ԽՍՀՄ արագ ոտքի կանգնեցնել, դրա համար հարկավոր էր լայնածավալ աշխատանք կատարել, մինչդեռ դրան համարժեք գումարներ երիտասարդ ու հետամնաց ԽՍՀՄ չուներ և չէր կարող հսկայական անմարդաբնակ տարածքներ իրացնել։ Այդ պայմաններում օդի ու ջրի պես պետք էր ձրի աշխատուժ, ասենք մի քանի միլիոն հակահեղափոխական, ովքեր կկառուցեին սոցիալիզմ, ինչին էլ ձեռնամուխ եղավ Ստալինը։ Հիմա այլ ժամանակներ են, բայց Ռուսաստանի իշխանությունները դարձյալ կանգնած են պրոբլեմի առաջ։ Նրանք ռուսների վերադարձի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հնարավորություններ չունեն, և անհրաժեշտ է Ռուսաստանը ռուսներին կարգախոսով բոլոր ազգիներին նեղացնել, ակնկալելով, որ նրանք էլ համարժեք պատասխանելով ռուսներին կքշեն իրենց երկրներից։ Իհարկե սա մեծ սրիկայություն է։ Այս սերնդի պապերին ու հայրերին քշել են ուրիշ հանրապետություններ, օկուպանտի խարանը մինչև հիմա նրանց ու նրանց սերունդների ճակատին է։ Հիմա էլ այդ խեղված ճակատագրերով մարդկանց ու նրանց սերունդներին ցանկանում են մազապուրծ հետ ստանալ։ Սա իմիջիալոց այդ որ ասում է սրիկայություն է, այնվաղ Պուտինն էր։ Հանկարծ չմտածեք, որ այն ժամանակ վախենում էինք բան ասենք։ Այսօր այս ԿԳԲ-ական հնարքն առայժմ արդյունք չի տալիս, քանի որ նախ ոչ բոլոր երկրներում է ազգային ամոլությունը ծայրահեղ դրսևորում ունենում, և մարդիկ հասկանում են, որ նրանց ուզածն էլ հենց դա է՝ ուրիշների ձեռքով լուծել ռուսների վերադարձի խնդիրը։ Այս տարվա մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահը Դաշնային ժողովին իր ամենամյա ուղերձում անդրադառնալով միգրացիոն գործընթացների կարգավորման անհրաժեշտությանը, հետևյալ միտքն է արտահայտել. «Ռուսաստան եկողները պարտավոր են հարգանքով վերաբերվել մեր մշակույթին և ազգային ավանդույթներին»։ Պուտինն էր ասել 2006 թվին։ Հիմա ես ինչ եմ ասում։ Այդ հոդվածում որ գրել եմ, ներկայումս Ռուսաստանում ապրում է շուրջ 100 ազգ ու ազգություն, որ ազգի ավանդույթին է Պուտինը պարտավորեցնում հարգանքով վերաբերվել, թե նա համարում է, որ միայն ռուսների նախագահն է, կամ Ռուսաստանում արդեն ստեղծվել է ռուսաստանյան ժողովուրդ։ Ցանկացած երկիր գնացող պարտավոր է ենթարկվել տվյալ երկրի օրենքներին, իսկ ավանդույթները հարգելը բարեկրթության հարց է, ոչ թե պարտավորություն, մանավանդ որ այդ երկիրը բազմազգ է, և ազգային ավանդույթ ասածն անհասկանալի ձևակերպում է։ Կալինինգրադի գերմանացու ավանդույթն են պարտավոր հարգել, թե Սախայի յակուտի։ Բայց սա իրանց վերաբերմունքն էր։ Այդ ամեն ինչի արդյունքում հիմա ինչ է ստացվում։ Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում ոնց թե դուք ճնշում եք ռուսներին, ոնց թե ստիպում եք, որ իրանք այդ երկրի լեզուն սովորեն, դա ձեր պետությունն է, ինչու համար եք անում դա։ Մարդիկ իրանց համար հանգիստ ապրում են Եվրամիության անդամ երկրներում, ինչի տեղներդ վեր չեք ընկնում ու ձեր երկրի ժողովրդի գործով զբաղվում։ Ուկրաինայի այդ տարածքները վերցրել են, որ ռուսների շահերը պաշտպանեն ժողովրդյան։ Բայց տեսնում եք ինչ պաշտոնական հայտարարություններ են անում։ Ասում են բնակավայրերը մենք չենք վերականգնելու, այդ ավերակները վերականգնենք ինչ անենք։ Համելացմով պետք է այնտեղ ապրի, արդեն ամեն մեկը տարբեր տեղ ծրվել են։ Այսինքն այդ տարածքները, որը ավերակ է, այդ ամեն ինչը պատերազմի հետ կապված փլուզված, էլ ինչքան ասեք ականներ ու չգիտես ինչ ընդեղ լցված, էլ ինչ ասեք, որ ընդեղ չկա, որ մի բան պայթել է, մի բան չի պայթել, եւ այդ պարագայում իրանք մտածում են ռուսների համար մտել են Ուկրաինայի հող, Ուկրաինայի հողը հողին են հավասարացրել, եւ այդ մարդիկ այլևս չեն վերադառնալու այդտեղ ապրեն։ Եվ այդ ընթացքում հերոսաբար երկիրը տալիս են հնդիկներին ու չինացիներին։ Եվ գտնվում են մարդիկ, լավ Ռուսաստանում ձեն չեն հանում, հասկացանք, վախեցած են։ Եվ գտնվում են մարդիկ Հայաստանում, որ մեզ բացատրում են, թե ինչ է գտել այդ արևմուտքում, ինչա ձեր ուզածը։
Այն Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերություն հաստատենք։ Ասում եմ ժողովուրդ ջան, ով որ գտնում է Ռուսաստանի հետ, ոչ թե Մոսկվայի, ոչ թե Կրեմլի, Պուտինի կաբինետի, այլ Ռուսաստանի, դուք Ռուսաստան ուզում եք գնալ, տեսնեք թե ինչ է կատարվում։ Դուք տեսնում եք, որ ձմեռվա բերանին փողոցները չեն կարողանում հավաքել, որովհետև փող չունեն։ Դուք տեսնում եք, որ ձունը չեն կարողանում հավաքել։ Հոսանքն է անջատվում, ինտերնետ չկա։ Ձմեռվա կեսին դուք որ Ռուսաստանի բարեկամն եք, ես ուզում եմ իմանամ։ Ես համարում եմ, որ Պուտինը Ռուսաստանի ամենամեծ թշնամին է։ Նա Ռուսաստանի պատմության մեջ կգրվի, որ ինքը ամենամեծ թշնամին է։ Ես ուզում եմ իմանամ այդ ամենամեծ թշնամու շահը պաշտպանողների ուզածը Հայաստանում ինչ է, ժողովուրդ ջան։ Արջևում ընտրությունը այս ապշում եմ, որ տեսնում եմ, այս մարդկանց աղոթել են, օդից ինչ որ նյութ են լցրել գլխներին։ Ինչ հակատարվում այս մարդկանց հետ, որ ասում են մենք պետք է ավելի լավանանք Ռուսաստանի հետ։ Ռուսաստան գնացել տեսել եք ինչ հակատարվում։ Ռուսաստանից գիտեք քանի մարդ ամեն օր ինձ գրում, ասում է պարոն Անտենյան, հազիվ մի ձև ենք գտնում, որ ձեզ լսենք, շատ ճիշտ եք ասում ու պատմում է իրաց քաղաքում ինչ է կատարվում։ Այն ինչքան որ ես Ռուսաստանում ինֆորմացիա ունեմ Ռուսաստանից, մեր հայրենակիցներն են ինձ գրում, ասում, բարեկամ մարդիկ, մոդիկ մարդիկ, ասում են դու չգիտես ինչ է կատարվում։ Այդ որ ասում ես լավ ես ասում, մեր մոտ էլ ավելի վատ վիճակ է։ Այն մեկն ասում է վայ, մեր մոտ խայտարակ վիճակ է։ Ուզում եք ժողովուրդ ջան, չեմ ուզում մարդկանց վատ վիճակի մեջ գցեմ, իրանց գրածները կոնկրետ անունազգանուններով ներկայացնեմ, բայց դուք հասկանում եք, որ դա իրական մարդիկ են ասում։ Այդ որ Ռուսաստանի բարեկամն եք, մեզ տանում եք, նորից կողում եք տակը, ժողովուրդ ջան։ Ու դա վերաբերում է նաև իշխանությանը, չմտածեք հանկարծ մենակ ընդդիմությանը։ Դա վերաբերում է նաև իշխանությանը, ժողովուրդ ջան։ Այնպես որ ուզեմ ասեմ, առաջիկայում մենք թվում է թե մենք այս ամեն ինչի շատ ենք խոսում Ռուսաստանի թեման, բայց դա Ռուսաստանի թեման է։ Շատ դեպքերում ասում են, բա Հայաստանի չափ մարդ է այնտեղ ապրում, չեք մտածում ինչա կա։ Բա մտածում ենք։ Բա մտածում ենք ուր եք ընկել ժողովուրդ ջան։ Բա իհարկե մտածում ենք։ Բա մտածելու համար ասում ենք, որ նաև այն բաները, որ դուք չեք կարողանում բարձրացնել, ստեղից ենք բարձրացնում։ Մեզ հարվածի տակ դնելով։ Ռուսական հատուկ ծառայությունների քութիկների հետ ապրելով Հայաստանում։ Գիտեք մեր մոտ ավելի անվտանգ է, քան ձեր մոտ, այն ինչ միամիտ եք դուք։ Հայաստանը անվտանգ չի, թե ինչքան որ ներկայացված են ստեղ, իրանց շահերը սպասարկելու համար։ Բայց չենք վախենում, դիմանում ենք ու պայքարում ենք։ Ինչն էլ ցանկանում ենք ձեզ դիմանաք ու պայքարեք ձեր իրավունքների համար։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտենյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։